Լավ, այո, մրցույթը ամփոփել ենք, ըստ էության երկար մրցույթ էր, եթե հաշվի առնենք նաև այս ձևաչափով մրցույթ կայացնելու վերաբերյալ որոշման կայացման փուլը, ապա երրորդ տարին է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ, 2024 թվականի ապրիլին տեղի ունեցավ մրցույթի առաջին փուլը, որակավորման փուլը, որի արդյունքներով 5 ամիս բանակցություններից հետո նաև մեկնարկեց բուն առաջարկի հարցման փուլը եւ արդյունքում մարտի 31-ին արդեն հաշված օրեր առաջ մենք հայտարարեցինք հաղթող ընկերության անունը, Idemia կոնսորցիումն է, այսինքն կոնսորցիում է, այս հայտատուի կազմում կա նաև այլ ընկերություններ գրաված, բայց առաջատար անդամը ֆրանսիական հայտնի կազմակերպությունն է։ Հավաքած միավորների թիվը կազմում է 94.97, մեր մյուս որակավորված հայտատուն, որը էլի կոնսորցիումի ձևաչափով էր մասնակցում մրցույթին եւ առաջատար անդամը գերմանական հայտնի Ogentic կազմակերպություններ, ընդհանուր գնահատող հանձնաժողովի գնահատականների արդյունքում հավաքեց 79.24 միավոր։ Ես նշեմ, որ որակ գին հարաբերակցության ձևաչափով է անցել մրցույթը, ընդ որում որակի մասնաբաժինը 70% է ընդհանուր գնահատականի մեջ, իսկ գնի մասնաբաժինը 30% է, եւ ըստ պետություն մասնավոր գործընկերության մասին օրենքի մենք առաջինը ամփոփեցինք ուրեմն տեխնիկական առաջարկը, որակի հատվածը եւ նվազագույն շեմա փաստորեն հաղթարեցին երկու հայտատուներն էլ, արդյունքում նոր միայն բացվեց երկու հայտատուների գնային առաջարկները, դրանք համադրվեցին արդեն տեխնիկական կտորի գնահատման արդյունքների հետ եւ ունենք այս պատկերը։ Անդրադառնալով ձեր հարցին, ինչ հետագա փուլերը որոնք են, քայլերի հաջորդականությունը հետեւյալն է։ Մենք պետք է այլևս արդեն պայմանագիրը կնքենք հաղթող ընկերության հետ, քանի որ որակավորման փուլից մինչեւ առաջարկի հարցման փուլը ընկած ժամանակահատվածը մենք հատուկ հայտատուների խնդրանքով երկարաձգեցինք եւ բավականին մանրամասն պայմանագրի նախագիծը քննարկված է, այս փուլում արդեն շատ չենք ուշացնի, ըստ էության պայմանագիրը ընդունելի տեսք ունի երկկողմ եւ հանրային գործընկերոջ, այն է կառավարության համար եւ մասնավոր գործընկերոջ տվյալ պարագայում հաղթած հայտատուի համար եւ տեխնիկապես պարզապես առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք երկկողմ հարմար օր, տեղ եւ փաստաթուղթը կստորագրվի, այս փուլում իհարկե արդեն հայտատուն պետք է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց ռեգիստրում ունենա համապատասխան գրանցումը եւ որպես կողմ արդեն ի վիճակի կլինի ստորագրել պայմանագիրը։ Շատ չծանրաբեռնեմ տեխնիկական կառուցվածքով, թե ինչպես է նախատեսվում ենթակառուցվածքի ներդրումը մինչեւ փաստաթղթերի արտադրությունը կսկսի, բայց հաստատեմ մեր այն հանձնառությունը, որ վերջին ամբողջ տարում որակավորման փուլից ի վեր մենք կրկնում ենք, որ 2026-ի երկրորդ կիսամյակում կունենանք արդեն կենսաչափական համակարգը ներդրված եւ փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ, կսկսենք տրամադրել քաղաքացիներին։ Բայց կխնդրեմ ներկայացնեք նոր գրասենյակներ են ունենալու, քանիսն են լինելու Երևանում, մարզերում, տեխնիկական հագեցվածությունը, կադրերի վերապատրաստումը, ինչ են կանելու։ Բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու հանրային ծառայությունների մատուցման, կարծում եմ նաև օրինակելի փորձառություն կլինի մեր պետական մյուս գերատեսչությունների համար, ոչ թե ՊՄԳ ձևաչափը նկատի ունեմ, այլ ծառայությունների մատուցման որակը, որովհետև լավ փորձառություն է բերվում Հայաստան, մենք 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-ից 3-ը կլինեն Երևանում, մնացածը կլինեն մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները անձահաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ կլինի անձնագիր թե նույնականացման քարտ, ըստ էության այլ տեսակի անձահաստատող փաստաթղթերը եւս նույն ձևաչափով է դիմումների ընդունումն ու փաստաթղթի տրամադրումը կատարվելու, ինչ նկատի ունեմ ասելով այլ տեսակի անձահաստատող փաստաթուղթ, այլ իրավական կարգավիճակներով Հայաստանում փաստաթուղթ ստացող անձանց մասին է խոսքը կլինի փախստական քաղաքացիություն չունեցող անձ կամ մոտայգրացի, որը ունի կացության կարգավիճակ, գիտեմ, որ կան մտահոգություններ հանրային ընկալումների իմաստով, որ քիչ է գրասենյակների թիվը, մենք նախկինում ունեինք 63-ը 2023 թվականին միգրացիա եւ քաղաքացիական ծառայության հիմնադրմամբ թիվը դարձավ 47, սա արդեն իսկ ի հայտ բերեց մեր որոշ համակարգացիների դժգոհությունը, հիմա էլ դառնում է 23, բայց պետք է նշեմ, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացված եղանակով եւ ըստ էության գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը դառնալու է մի քանի տարին մեկ անգամ, եթե
եթե մենք նկատի ունենանք, որ ունեինք իրավակարգավորում, որը ժողովուրդը անվանում էր ելքի կնիկ, այդ անձնագրի վավերականության մասին նշման վերաբերյալ է խոսքը օտարերկրապետություններում եւ մեր հայրենակիցների մեծ մասը ամեն տարվա ռեժիմով այդ կնիքը թարմացնում էր 1 տարով, այդ պայմաններում այո, գուցե իմաստ ուներ, որ այդքան շատ եւ լայն աշխարհագրական բաշխվածություն ցանց ունենա, այս արդեն նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում եւ աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով սա բավարարելու է։ Ամեն դեպքում համայնքներում մարզերում կպահպանվի թղթային տարբերակը սկզբնական փուլում գոնե Ինքը process-ը թվայնացված է գրասենյակում դիմի անձը թե էլեկտրոնային եղանակով, այսինքն բիոմետրիկ տվյալների հավաքագրումը թղթային process չի ենթադրում, ոչ որևէ թուղթ չի լինելու, բայց անձը ով կդժվարանա այդ նախագրանցում կոչվող գործընթացը իրականացնել կայքի միջոցով էլեկտրոնային հարթակում տանից, նա կարող է մոտենալ իհարկե գրասենյակ եւ այսպես թե այնպես կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվում, մատնահետքի, դեմքի նկարանման աշխատանք է տարվում նոր տեխնոլոգիաներում, ինչպես նշեցի, մենք խոշոր միջին եւ ըստ էության միջին եւ խոշոր գրասենյակներում ներդնելու ենք բոլորը մեկում կոչվող տեխնիկական լուծումը, որը մեկ սարք է, մենք հաճախ այդ սարքը հանդիպում ենք տարբեր միջազգային սահմաններին, օդանավակայաններում, որի դիմաց անձը կանգնում է եւ մատնահետքը եւ լուսանկարը տեղում իրականացվում է եւ լինելու են իհարկե շատ արագացված ու ճկուն ծառայություններ, այդ թվում նաև առաքման ծառայություններ, մասնավորը կհայտարարի իհարկե իր գնային քաղաքականությունը ավելի ուշ, բայց կարծում եմ արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու։